Խաղացուն ձեզ, եղբայրներ, քույրեր, Տիրոջ թանկ զավակներ, օրհնված լինեք Աստծո կողմից։ Ես ձեզ համար ջերմ բարևներ եմ բերել մեր Սակրամենտոյի եկեղեցու կողմից։ Եղբայրներ, խնդրեմ, որ գնանք բարևները փոխանցենք, Տերը շատ օրհնի ձեզ։ Կարանք բոլորս միասին ասենք ամենակարող ասում փառք։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր ներկայության համար, որ Աստված մեզի համար ոչ մի բան չխնայեց, իր որդուն ուղարկեց աշխարհ։ Ինքը Աստված էր, բայց մարտացավ, թողեց երկինքը, թողեց հոր փառքը, եկավ աշխարհ, ծառայի կերպարանք հագավ եւ դարավ մեղքի պաշտոնյա, որ մեզի այսօր ազատագրի մեղքի իշխանությունից, սատանայի ճիրաններից։ Այսօր մենք փրկված ենք Հիսուս Քրիստոսի այրան միջոցով, Քրիստոսի վերքերի զորությամբ, այսօր մենք մավանից կյանքի ենք դարձել, փառք իր սուրբ անվանը, որ այսօր մենք ունենք փրկություն, միաժամանակ մենք օտարացած ենք, թշնամացած ենք, բայց այսօր Աստված իր որդուն ուղարկեց, որպեսզի մեր եւ Աստծո մեջտեղ բաժանարար պատը վերցնի եւ միջնորդ լինի մեզի, որպեսզի մենք ունենանք փրկություն։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, որ այսօր մեզանից երես չի դարձրել։ Օրհնյալ լինի նա, որ այսօր մեր մեջ է ներկա, որպեսզի այս մեր շարքերի մեջ բոլոր նստածներին կյանքը այստեղ փոխի։ Ոչ մեկս այստեղից ոնց եկել ենք այդպես չենք գնալու։ Այսօր փոխվելու է մեր կյանքը։ Աստված այսօր մեր սրտերի հետ խոսալու է, որպեսզի մեր մեջ նոր սիրտ դնի, նոր հոգի դնի, որպեսզի կարողանանք նոր սրտով հրճագենք Հիսուս Քրիստոսի առաքինությունը, տավանենք կենթանի Աստծոն, որ ինքը ճշմարիտ Աստվածը եւ հավիտենության հայրն է, որ այն Աստվածը, որ իր որդուն չխնայեց, մեր համար զոհ ու պատարագ արեց, եւ այն որդին, որ Հիսուս Քրիստոս հարություն առել են յետքը երկրից երկինք բարձացավ, հավաքեց բոլոր իր առաքյալներին եւ իրանց ասեց. Ես գնում եմ իմ հորս քով, ձեր հորքով, իմ Աստծո քով, ձեր Աստծո քով, բայց ես ասեց նորից հետ պիտի կամ եւ ձեզի իմ քով առնեմ։ Տեսեք ինչ ասում, Հիսուսը ոչ թե գնաց եւ մեզի մոռացավ, ինքը նորից հետ է գալու, որպես իր հարս եկեղեցին տանի հոր առջև կանգնեցնի։ Այսօր որպես մենք Տիրոջ հարս եկեղեցի, պարտավոր ենք մեր հանդերձները մաքուր պահենք, մեր անձերը, մեր սրտերը, մեր հոգիները մաքուր պահենք այս աշխարհի մեջ, որպեսզի երբ որ մեր փեսան Հիսուս Քրիստոսը գա, մենք ամեն մեկս իրան կարողանանք դիմավորենք եւ ասենք ամեն եկուր Տեր Հիսուս, մենք քեզ վաղուց ենք սպասել եւ Տերը պիտի մեզի ասի. արեք իմ հորս օրհնյալներ, աշխարհի սկզբից մինչև հիմա պատրաստված այն հավիտենական կյանքը, որ կա երկնքում դրախտում, ձեզի համար է պատրաստված, մեզի ամեն մեկիս համար երկնքում բնակարաններ կա եւ այդպես մեր Տեր Հիսուսն ասեց. իմ հորս տան մեջ շատ բնակարաններ կան, եթե ոչ, ասեց, կգնամ ու կպատրաստվեմ, այսինքն Աստված նախորոք մեր համար հոգատար է, ամեն բան մեր համար պատրաստել է, որպեսզի իր ընտրյալները, երբ որ երկրից գնան երկինք, անօտևան չմնան։ Մենք հոսմնայուն քաղաք չունենք, մենք հանդերձյալին ենք սպասում։ Մի պատանի կար, որ մոտեցավ Հիսուսին, ասեց. Վարդապետ, ես եմ ուզում, որ քո հետևից կամ։ Հիսուսն իրան ասեց. աղվեսները որջեր ունեն, երկինքի թռչունները բուներ ունեն, բայց որդի մարդո երկրի վրա գլուխը դնելու տեղ չունի։ Այսօր սելներս Հիսուս Քրիստոսը իր թակավորությունը ոչ թե երկրի վրա էր, թեպետ ինքը թակավոր էր ամբողջ երկրի եւ երկնքի, բայց ասեց. իմ թակավորությունս այստեղից չէ, այլ երկնքից է։ Այսօր ինքը մեզի որտեղ գրեց, դարձրեց երկնքի թակավորության ժառանգորդներ եւ ժառանգակիցներ։ Այսօր մենք Աստծո որդիներ ենք եւ որդին իշխանություն եւ իրավունք ունի հոր ունեցվածքը վայելելու։ Այսօր մենք պետք է վայելենք Տիրոջ օրհնությունները, վայելենք Տիրոջ իշխանության մեջ գտնված բոլոր ունեցվածքը, որ հավիտենության մեջ է։ Մեր այստեղ հավաքվելու նպատակը, սիրելիներս, ոչ թե երկրավոր կյանքի մեջ բարեվոք կյանք ունենալն է, այսօր մեր նպատակը Աստծուն պաշտելն է։ Մենք այստեղ օդար ենք, հույր ենք եւ պանդուխտ ենք։ Մենք հոսմնայուն քաղաք չունենք, մենք շուտով պետք է գնանք։ Տեր Հիսուս Քրիստոսը շուտով գալու է եւ արդեն իր քայլերը ոտքերի ձայնը լսվում է ավետարանի խոսքի համաձայն, որ գրված է այս աշխարհի մեջ գրված է պետք է լինի պատերազմներ, կռիվներ,
թշնամություններ, ավերվածություններ, այս նշանները երբ որ կտեսնեք, իմացեք, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Երբ որ ասում է թզենին կծաղկի, կհասկանաք, որ ամառը արդեն մոտեցել է։ Ահա ձեզի կասեմ, որ այս նշաններն որ տեսնեք, իմացեք, որ Տիրոջ գալուստը մոտեցել է։ Երկինք եւ երկիր պիտի անցնի, բայց այս ավետանի խոսքերից մի տող, մի տար չպիտի անցնի։ Ինչ որ գրված է, պիտի մեկ առ մեկ կատարվի։ Հիմա մեզի ինչ է մնում։ Մենք պետք է լինենք ավելի արթուն եւ զգուն։ Ասում եմ ձեզ արթուն մնացեք եւ աղոտ կարեք, որովհետեւ փորձության մեջ չլինեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Գեթսեմանում աղոտ կերանում եւ ասում է երեսի քրդինքը այրան կատիլների պես կատում էր եւ եկավ տեսավ աշակերտներին, որ բոլորը քնած տրտմած էին, ասեց ահա եւ այսպես մեկ ժամ չկարողացաք արթուն կենաք։ Հիմա ասում եմ ձեզ արթուն եղեք եւ աղոտ կարեք։ Իմ սերի եղբայրներ, քույրեր, հիմա քնելու ժամանակը չի, հավատացյալները պետք է շատ ուշադրի լինեն եւ արթուն լինեն, որովհետեւ աշխարհի մեջ շատ ներեր կան եւ արդեն ները գործում է մոլորեցնելով, խապելով մարդկանց, աշխարհի բոլոր կայտագղություններով, աշխարհի բոլոր զվարճությունները, բոլոր հաճույքները բերում է մեր կյանքի մեջ եւ մեր մտքի, մեր սրտի հետ խոսալով ուզում է մեզի մոլորեցնի, ուզում է որպեսի շեղի, որպեսի մարդ ուշադրությունը ավելի շատ գրավի աշխարհի կյանքի մեջ, ավելի շատ մարմնավոր լինես, քան թե հոգեվոր, բայց Սուրբ Գիրքն ասում է հոգինը կենթանի ընողը մարմինը շահ մեջ ունի։ Այսօր ճշմարիտ երկրպագողները Տիրոջը պիտի պաշտեն եւ երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով։ Ոչ թե պետք է լինենք մենք միայն մարմնավոր հավատացյալներ, ոչ թե լուն Աստված ուզում է քեզ տենա, որ դու եկել ես եկեղեցի այսօր, որ քո ժամն է, Աստված ուզում է քեզ ամեն տեղ տեսնի որպես ավետարանիչ, որպես աղուլույս, որպես Քրիստոսի բաց նամակ։ Քրիստոնյան պետք է դավանի Հիսուս Քրիստոսին իր կյանքով։ Չի ուզում այսօր աշխարհը քո խոսքը լսի, աշխարհը մեր կյանքն է ուզում տեսնի։ Մեր կյանքը պետք է փոխվի։ Սիրելիներս, մեր լեզուն ուրիշ բան է ասում, բայց մեր կյանքը գործերը ուրիշ բան է անում։ Այսօր պետք է մենք ապրենք մեր խոսածածի համեմատ։ Եթե մենք խոսքով ասում ենք, որ Աստված մեղքը չի սիրում եւ մենք մեղքի ճանապարհ ենք փնտրում, դա ուրեմն մենք սուտ ենք խոսում։ Եվ Հակոբոս առաքյալն ասում է, որ ստախոսները երկնքի թակավորություն չեն ժառանգելու։ Այսօր մենք Աստծո որդիներ ենք։ Մեր բերանի այոն պետք է լինի այո, ոչը պետք է լինի ոչ, որովհետև այսօր մենք ճշմարտությունը գիտենալով ետքը պարտավոր ենք ճշմարտությանը մենք հետևենք։ Հիմա ես ուզում եմ մեկ սաղմոս կարդամ Տիրոջ փառքի համար։ Հիմա այսօրվա խոսքի նյութը պետք է լինի Աստված ուզում է, որպեսզի մեր ներսիդին մենք ունենանք մաքուր սիրտ։ Դա շատ կարևոր է, սիրելիներս։ Մաքուր սիրտ ունեցող մարդը ինչպիսին պետք է լինի։ Հիմա մենք ամեն մեկս կարանք մտածենք մեր մեջ, արդյոք իմ սիրտը մաքուր է թե չէ։ Արդյոք իմ սիրտի մեջ կա բարություն, արդյոք իմ սրտի մեջ կա խաղաղություն, արդյոք իմ սրտի մեջ կա աստվածապաշտության երազանքը, աստվածապաշտության փափագը։ Դավիթն ասում է, ես կփափագեմ Տիրոջ տունը գնալու, բայց երբ որ ասում են արի գնանք Տիրոջ տունը, ինքը արդեն շատ էր ուրախանում։ Այսօր մենք բոլորս ուրախ ենք, որ եկել ենք Տիրոջ տունը։ Եթե ուրախ սրտով ես եկել Տիրոջ տունը, Աստված քո ուրախությունը բազմապատկելու է, լցնելու է քո ուրախությունը։ Ինչու համար ուրախ սրտով Տիրոջ տունը գալացող մարդը Տիրոջը կհանդիպի, Տիրոջը կտեսնի եւ Աստված կտեսնի, որ քո սիրտը մաքուր է, այդ քո մաքուր սիրտը դադար չի ուղարկելու, քո սիրտը լցնելու է իր ներկայությամբ, իր օրդությամբ, իր բարիքներով, իր խոսքի շտեմարանն է լցելու քո սրտի մեջ, որովհետեւ քո սրտի մեջ լինի ավետարանը, քո սրտի մեջ լինի Հիսուս Քրիստոսը, խաչված Քրիստոսը, ինչպես որ առաքյալ Պողոսն էր ասում, ես ուզում եմ, որ ձեր սրտերի մեջ, ձեր մեջ տեսնեմ Հիսուսին, այն էլ խաչված Հիսուսին։ Խաչված Հիսուսը միայն մաքուր սրտերի մեջ կլինի։ Չար ամբարիշտ մարդու մեջ խաչված Քրիստոս չես տեսնի։ Չար ամբարիշտ մարդու մեջ դու կտենաս աշխարհը, կտենաս չարությունները, հայոյանքները, անիրավությունները, ստի կեղծիկը կտենաս։ Բայց երբ որ մարդը դառնում է Քրիստոսին, մարդը փոխում է իր կյանքը, խոստովանում է իր մեղքը, զղջում է իր մեղքի համար, լացում է, ողբում է իր սխալները հասկանալով եւ աշխատանք է տանում իր սրտի վրա, որպեսզի այլևս չմեղանչի, Աստված
բարի հայացքով նայում այդ մարդուն։ Աստված իր բարի հայացքը դարձնում է այդ մարդու վրա, որովհետև ինքը զղջացել է, ինքը փնտրել է Տիրոջը, փնտրել է երկինքը, թագել է երկինքի դուռը, ինչպես փարիսեցի եւ մաքսավորները, որ գնացել էին տաճար աղոթք անելու, ասում է կուրս կծեծում էր եւ ասում էր մեղավոր եմ, Տեր, մեղավոր եմ, ների։ Եվ Տերը այդ մարդուն արտարացրեց։ Այսօր սիրելիներս, ամեն մեկս պարտավոր ենք Տիրոջ տունը գալուց մեր կուրս կծեծենք։ Մեր կուրս կծեծենք, ոչ թե կողքինին նայենք, ոչ թե նայենք մեր տարածքում շրջապատին եւ մեղադրանքներով արտահայտվենք, այս մարդը այսպիսի կյանք ապրեց, այն քույրիկը այսպես արեց, այն եղբայրը այսպես արեց, բոլոր մարդկանց սխալները տեսնենք, ով մեղավոր մարդ։ Առաջ քո աչքի կերանը հանի գրված է, որ եղբորդ աչքի շյուղը տեսնես։ Դու չգիտես, որ քո աչքը այստեն ամբողջությամբ անդարապատած է։ Դու ինչպես կարաս քո եղբորդ աչքի շյուղը տեսնես։ Նախ պետք է այսօր մեր սրտի աչքերը մաքրենք, որովհետև գրված է Մատթեոս 15 մեջ. սրտենք ելի բոլոր չար խորհուրդներ։ Մարդու սիրտը ծնվածորեն չար եւ խաբեբայ է։ Տեսեք ինչ է կատարվում այսօր այդ չար խաբեբա սրտի համար մենք ամեն բան անում ենք, որպեսզի սիրտը իրան լավը զգա։ Մենք իրան չենք տեսնում, բայց ինքը մեր մեջ է։ Այդ սրտի շնորհիվ ենք, որ այսօր մենք ապրում ենք, բայց տեսնում եք, երբ որ քո սիրտը ցավում է, քո սիրտը լավ չի աշխատում, տունդ վաճառում ես, տունդ գրավ ես դնում, որպեսզի գումար հայտայտես, որ բժիշկներին տաս, որ քո սիրտը բժշկեն, որ երկար ապրես, բայց Սուրբ Գիրքն ասում է, չար է եւ խաբեբա քո սիրտը ծնված օրից։ Այդ չար խաբեբա սրտի համար այսօր մենք ամեն բան անում ենք, որպեսզի երկար ապրենք, երկար ապրես, որ քեզ շատ խաբի, ավելի շատ քեզի մեղքի մեջ գցի։ Բայց երբ որ քո հարևանն է, քո բարեկամն է, քեզի խաբում, քո նկատմամբ չարություն անում, դու երբեք իրան մի բաժակ ջուրել չես ուզում տաս, որ ինքը երկար ապրի։ Տեսեք, ընկերոջ համար մենք լավ բաներ չենք անում, բայց Սուրբ Գիրքն ասում է, եթե քո թշնամին սովածը հաստուր, ծարավը ջուր խմծրախ։ Սա Աստծո կանոնն է, Աստված այդպես է մեզ սովորացնում։ 34-րդ Սաղմոսի 18-րդ խոսքը այսպես ասում է. Տերը մոտ է անոնց, որոնց սիրտը կոտրած է։ Տերը մոտ է անոնց, ասում է, որոնց սիրտը կոտրած է, հոգիով խոնարհվածներին կապրեցնեղ։ Թող Տերը փառավորվի։ Հիմա Աստված ում է մոտիկ։ Ով է ուզում, որ Տերը իրան մոտ լինի։ Ով է ուզում, որ Տերը իր կյանքի մեջ գործի։ Ով է ուզում, որ Աստված իր սրտի մեջ գործ անի։ Ասում է, ամեն նրանց, որոնց սիրտը կոտրած է։ Ես բարձրում եմ բնակվում, ասում է Տերը, բայց կոտրած եւ խոնարհ սրտերի մեջ ապրում եմ։ Սուրբ Հոգին գործում է խոնարհ սրտերի մեջ։ Սուրբ Հոգին աշխատանք է տանում կոտրված սրտի մեջ, որովհետեւ կոտրված սիրտն է Աստված սիրում։ Աստված հպարտ սրտերի հետ գործ չի անում։ Հպարտ մարդը հույս չունենա, որ Տիրոջ երեսը մի օր կտեսնի։ Հպարտ մարդը իրանից բացի ոչ մեկին չի ճանաչում, չի տեսնում։ Հպարտ մարդը ոչ մի լավ բանի վրա չի ուրախանում։ Հպարտ մարդու համար ինչ էլ լավ բան անես, ասում է լավը չի։ Բայց երբ որ մարդը կոտրված է լինում, կոտրված մարդը տեսնում է իր կողքինը, որ կոտրված չի, ասում է երանի ես էլ այդպես լինեի։ Երանի ես էլ լինեի, բարի նախանցով է նայում միշտ։ Կոտրված սիրտը միշտ լավ բաների վրա է խորում։ Խորում է բարի բաներ մտածելու համար։ Դրա համար Աստված միշտ կոտրված սրտի հետ աշխատանք է տանում։ Կոտրված սիրտը իրենը չի փնտրի։ Կոտրված սիրտը նախանց չի։ Կոտրված սրտի մեջ ատելություն չկա։ Կոտրված սրտի մեջ ես գոյություն չունի, այդ եսը արդեն կոտրված է, մեռած է։ Կոտրված սիրտը միայն սիրով կլցվի, եւ այդ սիրով լցված սիրտը Աստծո պատվիրանքները կկատարի, որովհետեւ գրված է սերը երկայնամիտ է, մտածում է, հասկանում է, որ սերուց բացի լավ բան չկա, իսկ ասում է բարի սիրտը երբեք իրենը չի փնտրի։ Թող Տերը ողորմություն անի։ Մեկ ուրիշ համար էլ պիտի կարդամ Տիրոջ փառքի համար 51 Սաղմոս 10-րդ համարից։ Ով Աստված, իմ մեջս մաքուր սիրտ ստեղծիր, եւ իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգի։ Զիս երեսից մի ձգե, քո Սուրբ Հոգիդ ինձանից մի առնե, քո փրկությունդ ցնծությամբ ինձի վերադարձրա ու կամավոր հոգիմը թող հաստատե իմ մեջ։ Ով Աստված, ասում է, իմ ներսիդին մաքուր սիրտ ստեղծի, եւ քո հոգին, ասում է, թող իմ մեջ նորոգի։ Ինչքան կարևոր է, որ ամեն մեկիս մեջ այսօր Աստված մաքուր սիրտ ստեղծի։ Աստված մեր մեջ նոր սիրտ տնի,
որբեսի մենք կարողանանք Տիրոջը պաշտենք ու ծառայենք եւ ասում է հոժարությամբ լցրու քո հոգիովը դու ինձ առաջնորդի սիրելի Աստծո ժողովուրդ այսօր կյանքի ելքը մեր սրտերից է քո սրտից է կախված սրտով մաքուրները Տիրոջ երեսը կտեսնեն հիմա ուզում ես դու Տիրոջ երեսը տեսնես դու պետք է աշխատանք տանես քո սրտի հետ քո սրտի վրա ուշադրություն դարձրել ես երբեք արտարի սիրտ ասում է աջ կողմն է այսինքն այդ սիրտը որ քո ցախ կողմն է այդ քո ցախ կողմի սրտի մեջ ամեն չարություն կա բայց քո աջ կողմը ազատ է արտարի սիրտն ասում է աջ կողմն է շատ ուշադիր եղեք այստեղ թե քո սրտի հետ Աստված այսօր ինչ է ուզում խոսի այն սրտով որ այսօր դու տնից եկել ես թե հարսիդ հետ հաշ չես միգուցե հարսի կիսուրոջ հետ հաշ չի միթե եղբայրը եղբոր հետ թե խնամիներ հետ այսօր սաղ գալիս է այդ խնդիրները մարդու սրտից մի երիտասարդ քույրիկ մի 27 թե 28 տարեկան երևի հասակում մահացու հիվանդությունով կմահանա երբ որ կմահանա գնա հրեշտակի առջև կանգնի որպեսզի հրեշտակը որոշի այս քույրիկը մտնելու է դրախտ թե մերժվելու է դրախտից գնա դժոխք ինքը հավատացյալ է լինում ապաշխարած քույրիկ է լինում եւ կյանքի գիրկը բացում է հրեշտակի եւ կարդում է ես ինչ թվին դու ջերով մգրտված ես Սուրբ Հոգով մգրտվար ապաշխարել ես խոստովանել ես լավ բաներ ինչ որ արել է ասում է այո ողորմություններին մասնակցել ես բարի ես շատ լավ հարս ես եղել ամուսնուդ հավատարիմ ամեն բան բայց կներես քույրիկ ջան դու երկինք չես կարա գնաս ես լացում է բայց ինչու համար ինչ եմ արել վատ բան չեմ արել ասո պատվիրանքները պահել եմ ավետարանը ոնց ասել անց հասում է քույրիկ ջան բայց այստեղ գրված է ճիշտ է դու լավ ես եղել բայց քո կիսուրը տանը հիվանդ պարկած էր երբ որ դու ասում ես քո կիսուրոջը դեղ ես տանում որ խմցնես քո սրտի մեջ ասում ես երբ պիտի մեռնի որ ես սրանից պրստեմ ուրեմն լեզվով չի ասե բայց սրտի մեջ կիսուրոջը մահն է ուզե այսօր քանի սրտեր կա այդպես այսօր որ կարա ժպտաս ծիծաղես բայց քո սրտի մեջ եղբորը չսիրես քո սրտի մեջ քրոջը ադես ուրեմն ատող սիրտը չար սիրտը քեզի զրկում է հավիտենական կյանքից ողբում է քույրիկը բայց չէ որ ես լա հա քույրիկ ջան ասում է դու քո ամուսնու շատ ես սիրել հավատարիմ բայց հիշի որ ասում է երբ որ գիշերը պարգում ես քնելու ամուսնուդ կողքը միշտ երազել ես որ քո աշխարհի սիրած տղու հետ ամուսնանայիր այսինքն սրտի մեջ խնդիրներ ա եղել որ ամբողջությամբ չի ապաշխարել ներս բաներ կա այսօր շատ կարևոր է որ քո սրտի հարցը այսօր լուծես դադարգես քո սիրտը Տիրոջ առաջ անկեղծանաս մաքրես ու խոստովանես Եբրայեցիս թղթերի մեջ այսպես համար է գրված Եբրայեցիս 4:12 Վասի Աստծո խոսքը կենթանի է զորեղ եւ ամեն երկսայրի սուրեն կդրող որ կթափանցե մինչև շունչը ոգին եւ հոդվածները եւ ծուցկը կքննե սրտի բոլոր խորհուրդները մտածումները չկա արարածը որ անոր դեմ չերևնա հաբա ամեն բան բաց է ու հայտնի անոր աչքերի առջև որում պիտի տրվի ինչեղ մեր հաշիվը չկա այդպիսի արարած չկա այդպիսի անց մարդ որ Աստծո առաջ ծածուկ ապրիխ բանես ասում ուրեմն Աստծո խոսքը ասում է երկսայրի սուրա ուրեմն ավետանի խոսքը այսօր մտել է մեր սրտի մեջ բացում է մեր խորհուրդները եւ ինչ ասում 3-րդ 12-ը Եբրայեցիներից նայեցեք եղբայրներս չլա որ մեկու ներսիդին անհավատության չար սիրտ լի ապստամբի կենտանի Աստծոտեմ հաբա ամեն մեկս հորդորեցեք քանի որ այսօր կսվի որ չլա թե ցեզանից մեկը խստացնի մեղքի խապեությունով իր սիրտը շատ կարևոր է չլա որ որևիցե մեկի մեջ անհավատության չար սիրտ լինի չլա որովհետև ասում է եթե մարդու որդին կա երկրի վրա արդյոք հավատք պիտի գտնի թե չէ այսօր շատ կարևոր է սիրելիներս հավատքը լսելուց է լսելը Աստծո խոսքից Աստծո խոսքը երբ որ մարդ լսում է այդ խոսքը պետք է քո սրտի մեջ
ձևավորվի։ Այդ խոսքը պետք է մանանեխի սերմի պես քո սրտի մեջ ձևավորվի, որ կարողանա քո կյանքի մեջ հոգևոր պտուղներ բերի։ Հոգևոր պտուղների համար պետք է մարդ ունենա սրտի փոփոխություն։ Քո կյանքը պետք է փոխվի։ Երբ որ քո կյանքը փոխվի, ամբողջ աշխարհը կտեսնի, որ քո մեջ կա Աստված, քո մեջ կա սեր, որովհետև սերներս, սերը բարի է, սերը քաղցր է։ Մենք այսօր այդ սիրո պտուղներն ենք, ամեն մեկս քաղցրահամ պտուղներ ենք։ Այն սերն էր, որ եղավ դրտապատճառը, որ Աստված ստիպեց, որ իր որդին գար խաչվեր։ Այդ սիրո պատճառն էր, որ այսօր մենք այստեղ հավաքված ենք։ Եթե Աստված մեզ չսիրեր, այսօր մենք այստեղ չենք լինի, որովհետև գրված է Հովանու 3-րդի մեջ. «Վասի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին ուղարկեց, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Այսօր մենք ամենքս հավատացել ենք հավիտենական կյանքի հույսի նպատակի համար, եւ մեր Տեր Քրիստոսն ասեց. «Ես եմ կենթանի հացը, որ երկնքեն կիջնեմ։ Ամեն ով որ այս հացիցը ուտե, թեև մեռնի, պիտի ապրի։ Մահը անոնց վրա իշխանություն չունի»։ Այսօր մենք ոչ թե կանչված ենք մահվան դատապարտությամբ, այլ մենք մահից կյանքի փոխադրվեցանք, որովհետեւ այլևս մահը մեր վրա իշխանություն չունենա։ Այդ մահվան իշխանը դա սատանան էր, որ ինքը փնտրում էր սուրբերի մահը, նույնիսկ Հիսուսի մահն էր ուզում, եւ իրան երբեք չհաջողեցավ։ Այսօր ոչ մեկի վրա սատանան իշխանություն չի ունենա, եթե դու մեղքի հետ խնամություն չունենաս։ Եթե մեղքը մերժես, Հակոբոս 4:7-ի մեջ ասում է. «Հակառակ կեցեք սատանայից եւ անիկա ցեզանից պիտի փախչի»։ Այսօր դու սատանայից որ հակառակ կենաս, սատանան երբեք քեզանից գործ չի ունենա։ Հիմա այստեղից այնտեղ, որ ես զրուցեմ, իհարկե առանց միկրոֆոնի, խոսեմ ոչ մեկը ինձ չի լսի։ Ինչու համար, որովհետև հեռու ենք։ Եթե այսօր սատանայից էլ դու ակին հեռու մնաս, սատանան ինչ որ ասի քեզի, դու չես լսի։ Չես լսի, որովհետև հերվից է խոսում, քո ականջը մոտ չի որ լսես։ Այսօր շատ կարևոր է, որ սատանայից հեռու գնաք, սատանայի չար գործերը մերժեք, մոտենաք կենթանի Աստծուն, ճշմարիտ հավատքով, լեցուն սրտով, անկեղծ սիրով Տիրոջը սիրեք, որովհետև Աստված սեր է։ Աստված սեր է եւ այդ սերը հավերժության սեր է։ Այդ սերը մարդկային սեր չի, որը կարա այսօր սիրես, վաղը ադես։ Այսօր սիրես, վաղը փոշմանես։ Երբեք Աստված իր արած գործի համար չի փոշմանե։ Երբեք ինքը չփոշմանեց իր որդու համար, որ ուղարկեց, որ իր որդին խաչը բարձանար։ Այդ Գողգոթայի շնորհիվ ենք, որ այսօր հավաքված ենք, եւ այսօր այդ Գողգոթայի թափված այրունը ամեն մեկիս համար բարեխոսում է, միջամտում է, որովհետեւ մեզի արտարացնի, մեզի լվա, մաքրի սրբի երկնքի առաջ պարզ մաքուր կանգնեցնի։ Ավելի աղեկա բարեխոսում կրված է, քանց ավելի այրունը աղաղագում էր արտարության համար, բայց այսօր Քրիստոսի այրունն է աղաղագում, որ հայր, ահա անոնք, որոնք ինձ տվեցիր, ես քեզի կհանձնեմ, հայր, պահի զանոնք քո անվան համար։ Այսօր Աստված իր անունի փառքի համար է պահե մեզի, որովհետեւ մենք կարողանանք Աստծո զավակներ լինենք, Աստծո որդիներ լինենք, սիրելիներս։ Թող Տերը փառավորվի այսօր իր ներկայությունը, որ այսօր մեր մեջ է։ Աստված չի ուզում, որովհետեւ ոչ մեկս այստեղից դադար գնանք։ Դադար չի ուզում Տերը մեզի ուղարկի։ Աստված ուզում է, որովհետեւ մենք սիրով լցված լինենք։ Ես ուզում եմ մեկ համարել կարտամ Պետրոս Առաքյալի գրված թղթերի մեջ 3-րդ գլուխ 15 խոսքը այսպես ասում. «Չլա որ ձեզանից մեկը չարճարվի իբրև մարտասպան, գող կամ չարագործ կամ իբրև ուրիշի բանին խառնվող, բայց եթե չարճարվեք իբրև թե Քրիստոնյա, թող չամաչի, հաբա ատոր համար թող Աստծո փառք տա, քանզի ժամանակն է, որ դատաստանը Աստծո տնից սկսվի։ Եթե առաջ մեզ սկսի, հաբա անոնց վերջը ինչ պիտի ըլլա, որոնք Աստծո ավետարանին չեն հնազանդվի։ Եթե արտարը դժվարավ կփրկվի, հաբա ամբարիշտը ու մեղավորը ուր պիտի մնա»։ Հիմա տեսեք ինչ ասում է. եթե արտարը դժվարությամբ է փրկվում, հաբա մեղավորները ուր կմնան։ Այսինքն մենք որ արտարացված ենք, մեր փրկությունն էլ է դժվար լինելու։ Արտարի ասում է հալածանքները շատ են լինելու երկրի վրա։ Այդ հալածանքներին, նեղություններին մենք կարողանալու ենք միջև վերջ համբերենք։ Եթե կարողանալու ենք, գրված է, ով որ միջև վերջ համբերի, նա պիտի փրկվի։ Ուրեմն մեզի պետք է, որովհետեւ մենք համբերությամբ զինվենք,
որպեսզի գալիք դժվարությունների մեջ, գալիք նեղությունների մեջ մենք կարողանանք հաղթող լինենք, ոչ աչը նայենք, ոչ էլ ձախը նայենք, որովհետև գրված է, աչից 1000-ը կգնի, ձախից էլ 10,000-ը կգնի, բայց ասում է արտարի գլխից մեկ մաս անգամ չի ընկնելու։ Ումն արտարի Տերը Աստված է, արտարին Աստված պահելու է։ Այսօր կարևոր է, որպեսզի մենք Հիսուսի խոսքը պահենք մեր սրտերի մեջ, որ այդ խոսքը մեր մեջ արմատավորվի, եւ որ Աստծո խոսքը մեր մեջ արմատավորվում է, այդ արմատը երբեք անպտուղ չի մնալու, այդ անպայման պտուղ է տալու, եւ այդ մեկի տեղը ասում է 30, 60 եւ 100, եւ երկնքի թրջունները ասում է գալիս են նստելու եւ հովանել են։ Այսօր այո, երբ որ մեր բարի գործերը տեսնեն, կփառավորեն մեր Հորը, որ երկնքում է, չլա որբեսի որովհետեւ մեկին դադեն որպես չարախոս նախատեն ու հալածեն, չլա որ ասում է ձեր սխալների պատճառով Տիրոջ անունը հայոյվի։ Այ այսօր մենք օրհնության պատճառ լինենք, ուր որ գնանք մեր բարի վարկը տեսնի, մեր խոսվածքը, մեր նիստուկածը, մեր վերաբերմունքը հաճելի լինի Տիրոջը, հաճելի լինի բոլոր մարդկանց, բարի համարում ունանք եւ մարդկանց առաջ եւ Աստծո առաջ, որովհետեւ փառավորեն մեր Հորը, որ երկնքում է։ Թող Տերը օգնի եւ փառավորվի սերի եղբայրներ, քույրեր։ Հիմա տեսեք, Եբրայեցիս 4 գլխի մեջ այսպես ասում. Ուրեմն վախենանք, թե առօր հանգիստը մտնելու խոստումը, որ մեզի մնացել էր, ձեզ մեկը չզրկվի։ Այն խոստումը, որ ավետից տվավ մեզի, ասում է, պետք է զգուշանանք, չլա որպեսզի զրկվենք, վասնզի, ասում է ինչ ասում, վասնզի, մենք ալ զանոնց պես ավետից առած էինք, բայց անոնց շահմը չըրավ։ Այն խոսքը լսելը, քանզի հավատքով ընդունած չէին լսողները, իսկ մենք որ հավատացինք, հանգիստը պիտի մտնենք, ինչպես ասավ, ուստի երթում արա իմ բարգուցանս մեջ, թե իմ հանգիստս պիտի չմտնեք, թերև իր գործերը աշխարհի սկզբից լրացած էին։ Վասնզի գիրկը այսպես կսե. Տեղը 7-րդ օրվա համար, Աստված 7-րդ օրը հանգչեցավ իր բոլոր գործերեն, ու հոս նորեն կսեմ իմ հանգիստս պիտի չմտնեք, ուստի ոմանք հոն պիտի մտնեն, բայց անոնք, որ նախապես ավետից առած էին, անհավատության համար չմտան Տիրոջ հանգիստը։ Իսրայելի ժողովուրդը Կարմիր ծովի միջով ասված ճեղքից դուրս հանեց, 40 օրվա ճանապարհը 40 տարի ման եկան։ Ասում է անոնց հանդերձները չմաշվեցավ, երկնքից մանանա էր տալիս Աստված, մանանան ուտում էին, միս էին ուզում, Աստված լորամարկիներ ուղարկեց, միս էլ տվավ, բայց տակավին իրանք հիշեցին Եգիպտոսը, հիշում էին իրանց սոխն ու սխտորը, իրանց անցած կյանքն էին հիշում, եւ ասում է Աստծուն տրտմեցնում էին, եւ ասում է անհավատության պատճառով այս ժողովուրդը Քանանի երկիր չմտավ, ծիլներս։ Շատ կարևոր է, երբ որ դու ապաշխարել ես, նորից հետ գործերին չնայես։ Ղովտիկինը, երբ որ դուրս էր գալիս Սոդոմ Գոմորից, իր սիրտը կապված էր իր տան հետ, իր քաղաքի հետ դարձավ եւ չփրկվավ, աղի արցան դարավ։ 5 կյանքին նայող մարդը ասում է ընդամենը 2 հոգի Իսրայելից մտան Քանանի երկիր, Քաղեբն ու Եսուն։ Մովսեսը նույնիսկ որպես առաջնորդ ու մարգարե էր, ինքը Քանանը հերվից տեսավ եւ Աբարիմ լեռան վրա վերջ եղավ իրա եւ ասում է չմտեսավ այդ երկիրը։ Սերներս չլինի որ մենք էլ միայն հավիտենության մասին, երկնքի թակավորության մասին այսօր լսենք եւ երբեք մենք այնտեղ չգնանք ու չտեսնենք։ Այսօր մենք շատ ենք փապագում երկինքի թակավորությունը տեսնենք, շատ ենք փապագում դրախտը տեսնենք, որի մասին գրված է, որ թանկարժեք քարերով սարքված քաղաքի քարերը, հադակը թափանցիկ ոսկի, այդպեսի բանը նկարագրում եւ մենք ավելի ենք փապագում, որ տեսնենք, ярab գալու է այդ օրը, որ մենք քայլենք այդ հադակների վրայով, բայց Աստված ասում է արկիլում է անհավատության պատճառով, մեղքի խաբեության պատճառով։ Մեղքը թող չթակավորի ձեր սրտերի մեջ, այլ ձեր թակավորը թող լինի Հիսուս Քրիստոսը, Աստծո արտար որդին, որ իր այրունոտ ձեռքերով այսօր քեզի կպահի, այդ խոսված ձեռքերի մեջ դու միշտ հանգստություն կգտնես, միշտ քո հայացքը թող լինի Գողգոթա, միշտ քո հայացքը լինի Հիսուսի խոսված վերքերի վրա եւ խոսված վերքերից, որտեղ միշտ քո մեղքի խավությունը կլինի այնտեղ, դու քո հին մարդուն միշտ տես Գողգոթայի վրա խաչված, քո հին մարդուն երբեք երկրի վրա էլ չշրջես, որովհետև քո երկրավոր կյանքը վերջացավ, երբ որ դու ջրի մգրտությամբ ուխտ անելով քո հին մարդը թաղեցիր, վերստին մարդ ծնվար։ Նոր մարդով նոր արարած պետքա լինես եւ նոր մարդը Աստծո պետքա պատկանի եւ ծառայի Հիսուս Քրիստոսին մինչեւ իր գալստյան օրը։ Եթե այսօր դու նորից շարունակես քո հին կյանքով ապրես, քո հին կյանքը
Քեզի կզրգի երկինքի թակավորությունից, ինչպես Իսրայելի մեջ գրված է, շատերը զրկվեցին եւ չգնացին։ Ինչպես գրված է Պետրոս Արաքյալի 2-րդ թղթի մեջ, լվացված խոզը, ասում է, թաբալում է նորից տիղմի մեջ։ Շունը դառնում է իր փխսացին։ Սա ով անում, այն մարդը, ով որ մակրվում լվացում է, նորից բնավորությամբ չի փոխվել։ Գնում է իր հին կյանքին։ Աստված չի ուզում, որպես դու քո հին կյանքին դառնաս, որովհետեւ Աստված այսօր քո համար նոր ապագա է ստեղծել, նոր ճանապարհ, այդ ճանապարհը այն ճանապարհը չի, որ քու երազում ես, սա նեղոտ, փշոտ, քարքարոտ ճանապարհ է, եւ քո առաջ ընտրությունն է դրել, ահա քո առջև կա երկու ճանապարհ, անեծքը մահը, կյանքն ու օրհնությունը, հիմա դու ընտրի, կյանքի օրհնության ճանապարհը փշոտ, նեղոտ, քարքարոտ է, իսկ այն փառավոր ճանապարհը, որ հարթ է եւ շատ որն են գնացողները, այդ ճանապարհի վերջում սպասում է մահը, դժոխքն այնտեղ սպասում, բայց նեղության, դժվարության ճանապարհի վերջում մեր Տեր Հիսուս Քրիստոսը կդիմավորի քեզ եւ կասի ապրի բարի հավատարիմ ծառա, արի մտի քո հոր ուրախության մեջ։ Հիսուսը գրգաբաց քեզի կընդունի, որովհետեւ այդ ճանապարհի մեջ դու երբեք չշեղվացիր, աճ ու ձախ չնայեցիր, չտրտնջացիր, չդժգոհեցիր, չհիասթափվար, չասիրեսին ճանապարհը հետ դառնամ, ինչպես Իսրայելի ժողովուրդը ուզում են հետ գառնային, ուզում են հետ գնային, նորից Եգիպտոս, ավելի լավ է չարչարվեն, բայց Մովսեսը իր անդրությունը ճիշտ էր կատարել, ավելի լավ է Աստծո ժողովուրդը չարչարվեն, ընտրեց, քան թե Եգիպտոսի գանձերի տերը դառնամ։ Այսօր ինչ ես ուզում հիմա, նեղությունով հասնես հավիտենական կյանք, դժվարությունով հաղթես, Հիսուսին տեսնես, մտնես Աստծո թակավորությունը, թե երկրի վրա փառավոր կյանք ապրես, լավ ապրես ու վերջում գնաս դժոխք։ Թող Աստված պահի սիրելիներս, այս կյանքը անցողիկ է։ Աչքդ ինչ որ տեսնում է աշխարհի մեջ, ինչ շինություն, ինչ բնություն, ինչ գեղեցիկ վայր, բոլորը կրակի, ծծումբի բաժինա դառնալու։ Ոչ մի բան չի մնալու։ Միայն կմնա քո հավատքը, որ պահես, գրված է, հավատքը հուսացած բաների հաստատությունն է, չերևծած բաների աբացությունն է։ Հիմա մեզ կմնա հավատք, հույս, սեր, եւ ասում է, սերը երկինք կտանի մեզի։ Այդ սերը գալիս է սուրբ սրտից։ Եթե քո սիրտը մաքուր է, սուրբ է, դու կարաս սիրես։ Եթե քո սիրտը մաքուր չի, դու չես կարող ոչ մեկին սիրես։ Այդ սերը շատ կարևոր է, որ քո սրտի մեջ թակավորի Սուրբ Հոգու ձեռքով։ Ամեն։ Կանք աղոթքի